տեղի ունեցածը դուք ինչպես կբնութագրեք։ Պարոն Գրիգորյանը օրինակ ասում է բոլոր օրինական ճանապարհներով այս ամենի դեմ պետք է պայքարեն։ Այդ օրինական ճանապարհների մեջ փողոցային պայքարը մտնում է թե ոչ, եւ այս պահին փողոցային պայքար սկսելու պոտենցիալ կա թե ոչ։ Այո, իհարկե մտնում է, օրինական սահմանադրական ճանապարհով մտնում է, ինչպես իրենք 2018 թվականին դա իրականացրեցին, նույնն էլ մեր քաղաքացիները իրավունք ունեն դուրս գան փողոց պայքարել անարդարության դեմ։ Այո, միանշանակ դա սահմանադրական է, որտեղ մենք տեսնում ենք, որ ինչ է տեսնում ժողովուրդը, որ ընտրության միջոցով իշխանություն չի փոխվում, որ փոխանակ ընտրության միջոցով իշխանություն փոխվի, օրինական ժողովրդավարության մեխանիզմները կիրառվի, ժողովուրդը տեսնում է, որ դրանք ինչ պետք է անի, հաջորդ քայլին պետք է դիմի, օրինական փողոց դուրս գալ ու իրավունքները փորձել փողոցով պաշտպանել։ Այո, դա ես համարում եմ սահմանադրական ճանապարհը, որովհետև տեսնում ենք այս շինցու գործերը, քրեական գործերը, որ չնայած տղեկը պինդ են, կոնկրետ ավետիքը պինդ է, ավետիքը գիտի ինչի համար է պայքարում։ Ավետիկին ձերբակալողը գոնե Յան ազգանունով ոստիկան է, Յան ազգանունով քննիչ է, բայց այն մարդիկ, ովքեր այսօր պաշտպանում են այս ամեն ինչը, այն մարդիկ, ովքեր այսօր չեն հասկանում են վտանգը, որ կանգնած է մեր ժողովրդի գլխին, այրանց արդեն թուրք ազգանով մարդիկ են գալու ձերբակալ։ Այդ է մեր հիմնական ցավը, որ մենք ուզում ենք հասկացնել ժողովրդին, որ պետք է այո ոտքի կանես սթափվել եւ իշխանությունը վերցնել, օրինական ճանապարհով իշխանությունը ժողովրդինն է ու ժողովուրդը պետք է վերցնել իշխանությունը, վաղ թե ուշ, օրինական սահմանադրական ճանապարհով։ Պահին պատրաստակամություն ժողովրդի կողմից ինքնաբուխ դուրս գալու փոխ։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է դրանով զբաղվեն, դա քաղաքական ուժերի խնդիրն է։ Այո, ժողովրդի մեջ կա դժգոհություն, ժողովրդի մեջ կա հետևյալ մոտեցում, որ ընտրությունների արդյունքում իրանց կեղծվել է, ընտրությունների արդյունքը չեն համապատասխանում են, պատկերը չունեն ինչ իրականում կա, ու ժողովրդին պետք է մոբիլիզացնել, ժողովրդի հետ պետք է ճիշտ աշխատել, ու ժողովրդի, այո, պետք է ժողովրդին համախմբել ու գնալ այդ ճանապարհներով, ինչը մեզ օրենքը թույլ է տալիս։ Ես կարծում եմ, այո, նման պոտենցիալ կա։ Եթե կարելի է նաև թեմայից դուրս մեկ հարցել, այսօր հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահը դառնալու է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, նախագահությունը նա է ստանձնելու, այսինքն այս կառուցվածքային փոփոխությունների համատեքստում։ Պատկերացնում եք ինչ է սպասվելու դրանից հետո ակադեմիային։ Ես մինչև դա ուզում եմ ուղղակի ձեզ հիշեցնեմ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, երբ որ ուզում էր իշխանության գալ, Ֆրանսիայի հրապարակում ինչ էր ասում։ Ֆրանսիայի հրապարակում ինքը ուղղակի ասում էր բուհերը, հաստատությունները հետազոտական, պետք է ամբողջությամբ ապաքաղաքականացվեն, պետք է ռեկտորին ընտրեն բոլոր ուսանողները, բոլոր դասախոսները, իսկ այսօր ապաքաղաքական, ապակուսակցական պայքարից էր խոսում, այսօր բոլոր բուհերում քաղաքական կուսակցական դեմքեր են։ Այո, նույնը նաև սա խնդրալույց է, եւ գիտեք, մենք նույնիսկ օրենքի դեմ, երբ որ օրենք ընդունում է, դրա մասին բազմիցս խոսել ենք, որ բարձրագույն կրթության օրենքը խնդրահարույց է, որը այո նաև ակադեմիայի ճակատագրին է, ակադեմիայի գոյությանն է սպառնում, եւ այս որոշումները նաև դրա արգասիքն են, հետագայում ինչ են իրենք իրականացնելու, պարզ երևում է, մենք գիտեք նաև սահմանադրական դատարան ենք նաև խնդրել ենք ազգային ժողովի պատգամավորներին իրենք դիմեն են սահմանադրական դատարան եւ մոտ օրերս նա սահմանադրական դատարանում քննարկվելու են բարձրագույն կրթության մասին օրենքի սահմանադրականության հարցը։ Հուսանք սահմանադրական դատարանը դրան կտա որոշակի ճիշտ եւ այդ օրենքը չի մտնի ուժի մեջ, որտեղ այդ օրենքը սպառնում է բուհական ամբողջ հետազոտական մեր համայնքին լիարժեք ինքը վնաս է պատճառել։